Բարի լույս սիրելիներս, Քրիստոս հարյավ իմերելոց։ Այսօր ավարտում ենք Պետրոս Սարաքելի երկրորդ ընթանրական նամակը։ Տեսնենք ինչ է ասում իր վերջին հորդորներում։ Դուք ուրեմն սիրելիներ, իբրև նախապես տեղյակ դարձած մարդիկ, զգուշացեք, որ անառակ մոլորությամբ տարված չկորցնեք ձեր վստահությունը։ Աճեցեք մեր Տիրոջ եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտությամբ, նրան փառք թե այժմ եւ թե մինչեւ հավիտենության օրը։ Ամեն։ Ինչ է զգուշացնում մեզ առաքյալը, սիրելիներ։ Մարդը կարող է զարգանալ միայն Սուրբ Գրքի գիտությամբ եւ Աստծո շնորհով։ Եթե մենք այս գիտելիքն ունենանք եւ մեր հավատքի մեջ կարողանանք պահպանել այն վստահությունը, որ ունենք Քրիստոսով, որ պիտի գնանք փրկություն, երբեք չենք շեղվի։ Դրա համար ասում է զգուշ եղեք, որպեսզի մեղքերով տարված փորձության մեջ չհայտնվենք եւ մեր վստահությունը չկորցնենք։ Մարդը ամեն օր ինքը կարող է կասկածել թե իր արած գործին, թե իր ապրած կյանքին եւ վերջապես թե Աստված ներկայ կյանքի թե մեջ։ Սատան ամենամեծ գործիքը, որ օգտագործում է, դա մարդու միտքն է։ Ամեն բան տեղն է մարդու մտքի մեջ։ Եթե մեր միտքը չկարողանանք վստահություն պահել Աստծո հանդեպ եւ մեր մտքի մեջ չպահենք այն խոստում, որ Աստված խոստացել է մեզ հետ լինել մեր ամբողջ կյանքի ընթացքում մինչեւ աշխարհի վաղճանը, մենք ամեն քայլափոխին կարող ենք սայթակել եւ կորցնել ճշմարիտ վստահությունը։ Իսկ ունենալ վստահություն նշանակում է հետևել եւ գնալ այն մեկի հետևից, ով քեզ կանչում է այդ վստահությամբ դեպի հավիտենական կյանք։ Ուրեմն թույլ տանք, որ Աստծո գիտությամբ, ճշմարիտ հավատքով եւ Սուրբ Գրքի ընթերցանությամբ մեր հավատքը զորանա այդ գիտությամբ, մենք կարողանանք ամեն օր ավելի լավը դառնալ եւ քննել, թե ինչպիսին ենք մենք երեկ, ինչպիսին ենք այսօր եւ ինչպիսին պիտի լինենք վաղը։ Եվ տեսեք, ասում է, փառք մեր Քրիստոսին այսօր, թե մինչև հավիտյան օր, այսինքն մեր ամբողջ կյանքի ընթացքում այդ փառաբանությամբ պիտի կարողանանք ապրել, որովհետև Հիսուս Քրիստոս երեկ, այսօր, վաղը հավիտյան նույնն է, նա երբեք չի փոխում, նրա պահանջը, նրա մաղթանքը, նրա ցանկությունը մեր հանդեպ նույնն է, մենք ինչպիսին պիտի լինենք Քրիստոսի հետ, եթե Քրիստոս մաքրված ու սրբված է, մենք այդպես մաքրությամբ, սրբությամբ պիտի լինենք, որպեսզի հավիտյան փառավորենք նրան եւ ասենք Տեր, ուրախ ենք քո գալստյան համար, պատրաստ ենք, սպասում ենք քեզ, արի եւ բնակվիր մեր մեջ։